Փոփոխությունները կարող են իհարկե համաձայն հնարավորությունների, որտեղ տարիների ընթացքում բավական փոփոխություններ եղել են ու շարունակությունը կլինի ինձ թվում լավ։ Երկու հիմնական թեկնածու կա, հա, մեկը անկուսակցական է, մյուսը հանրապետական կուսակցությունից, բայց անկուսակցականն էլ կարծես թե սատարում ունի հանրապետականների կողմից իր շնորհիվ նախկին մարզպետի։ Այս իրավիճակում ինչպես կկարողանաք կողմնորոշվել, հա, եւ ինչպես եք ընդհանրապես սրան վերաբերում։ Իսկ դա գաղտնիք չի, որ ասեմ։ Չէ, չեմ ասում ում կընտրեք, այլ ընդհանրապես այդ վիճակին, որ նաեւ նախկին մարզպետն է փորձում է։ Ինչ անենք, նորմալ է, բոլորն էլ իրանց տեխնացուն կարող են հրաժարվել, բոլորն էլ կարող են իրանց մարդկանց ընտրել։ Չեմ կարծում, որ բարդություններ, դժվարություններ, լարվածություններ չեն լինի։ Ես ոչ մի խնդիր չգիտեմ, ոչ էլ լուծումներ կարամ որոշել, թե ինչ լուծումներ կա, ինչ լուծումներ չկա։ Իսկ ընդհանրապես ընտրության գալիս եք ինչ մտքով։ Գալիս ենք ընտրելու համար։ Ուղղակի, հա, որ բացակա չմնա։ Էլա ընտրությունների ցույցից միայն Գոռ Աբրամյանն է, իսկ խնդիրների ահագին խնդիրներ կա, ինձ թվում է միայն Գոռ Աբրամյանն է կա դա լոջի։ Ինչ խնդիրներ են օրինակ։ Ну, ասենք թե տնտեսական, թե սոցիալական հարցի, միայն դա միայն Գոռ Աբրամյանը կա լոջից խնդիրների, սոցիալական, տնտեսական բոլոր խնդիրները։ Ահագին խնդիրներ կա դեռ։ Ոչ մեկ դա չի կարող լուծել, բացի Գոռ Աբրամյանից։ Խնդիրները առաջինը արտագաղթն է, սոցիալապես անապահով ընտանիքներն են, վստահ եմ, որ լավ է լինելու։ Հայրիկ ջան, կասեք այսօր առաջին հերթին ապարանցու համար որն է կարևորագույն խնդիր, որը պետք է լուծում ստանա եւ ընտրությունների հետ հույսեր կապում եք։ Ընտրությունների հետ հույսեր կապում են, բայց ապարանի համար ոչ մի բան կառավարությունը չի անում։